Ոչ միայն Մարմարիկ գետի հոսքն է կանգնել, այլև փոքրիկ Տիգրանի ընտանիքի բնականոն կյանքի ռիթմը: Արդեն 5-րդ օրն է Տիգրանը դեռ չկա: Վաղը Մարմարիկ համայնքում կորած Տիգրանը կդառնա 2 տարեկան, բայց ցավոք նա դեռևս չի գտնվել: Որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Ծնողները, հարազատները, նույնիսկ ծանոթ, անծանոթները սպասում են ծննդյան հրաշքի: Ինտենսիվ և մեծածավալ աշխատանքները արդյունք չեն տվել դեռևս: Կիրակի օրը անհասկանալի պայմաններում կորած փոքրիկին գտնելու համար աշխատում են տասնյակ հարյուրավոր մարդիկ: Անընդմեջ շարունակվող աշխատանքները չեն սահմանափակվում Մարմարիկ համայնքում: Երեխային փնտրում են ոչ միայն գյուղի հարակից կետում, այլև գրեթե ամբողջ տարածաշրջանում: Գյուղը խուճապի մեջ է, նշում են համագյուղացիները: Երեխային կորելու հետ կապված վարկածները բազմաթիվ են ու բազմազան: Հնարավոր է գետն է ընկել, հնարավոր է առևանգել են: Փոքրիկի հայրը հակված է մտածելու, որ որդուն գողացել են, կամ գուցե որպես ծնող այդպես կցանկանար, չէ որ առևանգելու դեպքում երեխան ողջ կլինի: Այդ կարծիքին է նաև գյուղ այցելած էքստրասենսը: Նա ասել է, որ երեխան ողջ է և շուտով կգտնվի: Ընտանիքին է այցելել նաև հոգեբան Մարիամ Մեհրաբյանը իր աշխատակիցների հետ: Հիմնականում աշխատել են Տիգրանի քրոջ հետ: Ինչպես նշում է հոգեբանը, երեխան շատ խելացի է և զգուշավոր: Տիկին Մեհրաբյանն իր խոսքում նշել է, որ հնարավոր մեկնաբանություններ գրելիս լինենք շատ զգուշավոր, քանի որ նմանատիպ փորձանքներից ոչ ոք ձերբազատված չէ: Որքան էլ գետն ընկնելու վարկածը ամենասարսափելիներից մեկն է, այդ տարածքում որոնողական աշխատանքները չեն դադարում: Արդեն կանգնեցված գետի հոսքի ընդերքում հատվածներ կան, որտեղ պետք է նավակներ իջեցվեն, որպեսզի ջրի հատակը ևս ստուգվի: Ստուգել և շարունակում են ստուգել առաջ քաշված բոլոր վարկածները, հարցաքննել են 5 տասնյակից ավել քաղաքացիների: Որոնողական աշխատանքներին ներգրավված են ավելի քան 170 փրկարար, այդ թվում ջրասուզակներ, կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, ոստիկանության ավելի քան 150 ծառայող, Մարմարիկի բնակիչներ, կամավորներ: Կիրառվում են նաև անօդաչու թռչող սարքեր, ջրափրկարարական նավակներ: